Ամեն։ Չարը խապանվելու է, բարին կատարվելու է, Ամեն։ Գնացի, հաջողություն ձեզ, Աստված է Վարդան Նիկոլաևիչ։ Դատական սանկցիայից հետո է Վարդան Ղուկասյանը զայրացած լքում դատական նիստերի դահլիճը։ Դատանը կիրառում է երկրորդ, այսպես ասած, դատական սանկցիան ձեզ հեռացնում է դատական նիստերի դահլիճից։ Ամեն ինչ Վարդան Ղուկասյանի այս ելույթից էր սկսվել։ Այսօրվա այս ամեն ինչը քաղաքական պատվեր է։ Իր խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության ընթացքում ունեցած ելույթում Ղուկասյանը ներքաղաքական հարցերից էր խոսում։ Տեսնում եմ եկեղեցուն, որ այսքան հալածվում է, այսքան բան է արվում։ Հակաեկեղեցական արշավը սուր քննադատում է Գյումրիի կալանավորված քաղաքապետը, Փաշինյանին հորդորում ապաշխարել։ Նիկոլ Փաշինյանը, որ այսօր եկեղեցուն ծունկ է իշտում, ես ուրախանում եմ, Սաղմոս է կարդում, ուրախանում եմ, ինձանից շատ բան է սովորում այդ հարցերում, շատ տեսնում եմ, սովորում եմ, բայց ես ուզում եմ հասկանալ, այն այլասերված գիրկը, որ պորնո է ներողություն 1000 անգամ կինոներով, որ ցույց են տալիս, դա պետք է ինքը հավաքի իր գիրկը, այդպես բան է, գիտեք, գրված այդ խոսքերը։ Այդ գրքերը պետք է հավաքեն, բերեն հրաբարակը, ուրեմն այլ է ինքը, պետք է ծունկ իշտի հոգևորականներին ազատի։ Իսկ եթե երկիրն է ուզում ոտքի կանգնել, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունն է լավագույն ձևը, համոզված է Ղուկասյանը։ Կոչ եմ անում համայն հայությանը, ժամանակը հասյալ է, անտարբեր մարդիկ դավաճանից վադն են, գան Հայաստան, մասնակցեն ընտրություններին, որովհետև երկիրը տանում են թուրքացման։ Թուրքացում բառից հետո դատարանը փորձում է խափանել Ղուկասյանի ելույթը, առաջին փորձից չի ստացվում։ Մի բան ուզում եմ ասել, Անդրանիկ Զորաբարը, Քաջոր Անդրանիկը Բուրըն բանավեճի է վերածվում դատավորի հետ Ղուկասյանի զրույցը։ ազգովի տառնանք, Ֆիդայի, Մերնի Մասուդ Հորոջանը։ Ինձ է տոնով բան, ես ոչ մի մարդուց ոչ վախենում եմ, ոչ քաշվում եմ, ես մենակ բացյալ Աստծուց եմ վախենում։ Ես ուշադիր լսում եմ բոլորին։ Նստեք Մեղադրյան։ Նստում եմ։ Նստեք։ Այո։ Դատանի հետ նման տոնով այլևս։ Դու ինձ հետ խոսես իրավունք չունես, ես եկա բանը մարես ազգի համար, որ թեպպես երեխաներից չեն կարող այդ տոնով խոսել։ Դատանը հայտարարում է ձեզ նկատողություն։ Ինչ կուզեք արեք ինձ համար եղած չեղած մի հաշիվ է։ Ղուկասյանի զայրույթից հետո ըստ փաստաբան Զարուհի Փոստանջյանի բժիշկ կանչելու անհրաժեշտություն է առաջանում։ Ղուկասյանն է հրաժարվում զննությունից ու հեռանում նիստերի դահլիճից։ Հենց առողջական խնդիրներով էին Ղուկասյանի 5 փաստաբանները հիմնավորում քաղաքապետի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությունը։ Մեղադրող դատախազի խոսքով դրանք արժանահավատ չեն։ Ես չեմ կարող սա համարել արժանահավատ։ Ղուկասյանի փաստաբաններն ահազանգել էին, որ Երևան կենտրոն քրեակատարողականում Ղուկասյանին հակացուցված դեղամիջոց էին տվել։ Պարոն Ղուկասյանի հիվանդության դեպքում այդ տարբեր տեսակի սրտի հետ կապված այս դեղորայքի նշանակումը ընդունումը կարող է բերի սրտի կանգի։ Խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Ղուկասյանի հեռանալուց հետո մերժում է դատարանը, 1 օրով հետաձգում նիստը։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Այլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։